Քարդաշյան-Ջեններ ընտանիքը չի դադարում զարմացնել իր լսարանին, ցանկանալով ամեն ինչից գումար աշխատել, անգամ եթե նույն լսարանը չի ընդունում իրենց մարտավարությունը։ Ֆրանսիայում ընթանում է Կաննի կինոփառատոնը և Կարմիր գորգը լի է հայտնի և ազդեցիկ մարդկանցով, ում հանդերձները քննարկելը մեր սրբազան պարտքն է։ Հավերժական պայքար Հարսեևսկի Սրոջ միջև։ Այս անգամ Վիկտորիա Բեքհեմի և Նիկոլա Պլեցի միջև։ Երկու կանայք պայքարում են Բրուքլին Բեքհեմի ուշադրության համար։ Շակիրա, Պետրո Պասկալ, Էմիլին Փարիզում և այլ հետաքրքիր նորություններ ձեզ են սպասվում այս հոլովակում։ Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ, այսօր մեզ սպասում են հետաքրքիր նորություններ շոու բիզնեսից։ Շնորհակալ եմ ձեզանից ձեր լայքերի, մեկնաբանությունների համար, հետևեք իմ Մալիքին, եթե ինչ-ինչ պատճառներով դա դեռ չեք արել, քանի որ այստեղ շատ հետաքրքիր է և մենք մի փոքր կտրվում ենք մեր առօրյա հոգսերից, քննարկելով ուրիշի կյանքը։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքը համագործակցել է Crumble Cookies-ի հետ, ստեղծելով հատուկ թխված քաբլիթների հավաքածու, որը ներառվել է 2025-ի ապրիլի 7-ից մինչև 12-ը։ Այս սահմանափակ ժամկետով հասանելի հավաքածուն ներառում էր 6 տարբեր համերի թխված քաբլիթներ, որոնցից յուրաքանչյուրը ներշնչված էր ընտանիքի անդամներից մեկի կողմից։ Քրիս Ջեները ներկայացրել է դեղին շերտավոր տորթի համով թխված քաբլիթ, Քիմ Քարդաշյանը դարչինով և շաքարով հարուստ թխված քաբլիթ, Քլոե Քարդաշյանը շոկոլադե, որը համադրվում էր վանիլային մուսով, Քայլի Ջեները վանիլային շաքարով թխված քաբլիթ վարդագույն կոնֆետիով և տորթի խմորի կրեմի համով, որոշ փորձարկողներ նշել են, որ այն չափից դուրս քաղցր էր, Քենդլ Ջեները շագանակագույն շաքարով թխված քաբլիթ կրեմով, իսկ Քորթնի Քարդաշյանը ներկայացրել է առանց ալյուրի շոկոլադե թխված քաբլիթ, որը քաղցրացվել է խնձորի մուսով և մեղրով։ Քորթնի թխված քաբլիթը արժանացել է քննադատության գնորդների կողմից։ Շատ օգտատերեր քննադատել են թխված քաբլիթի համը և հյուսվածքը։ Որոշ մեկնաբանություններում այն համեմատվել է կեղտի հոտի կամ անհամ շոկոլադե պուդինգի հետ։ TikTok-ում և Reddit-ում օգտատերերը նշել են, որ թխված քաբլիթը չափազանց դառն է և ունի անսովոր հյուսվածք։ Որոշ օգտատերեր, ովքեր սովոր են առանց գլյուտենի կամ վեգան սննդակարգին, նույնպես նշել են, որ թխված քաբլիթը զզվելի է, թեև որոշ օգտատերեր գնահատել են դրա առողջարար բաղադրությունը, միայն առողջարար բաղադրությունը։ Ճիշտ է, թխված քաբլիթները հասանելի չեն բոլոր երկրներում և ընդհանրապես այլևս հասանելի չեն, բայց ինձ թվում է արժի խոսել այն մասին, որ Քարդաշյանները ամեն ինչից սիրում են փող աշխատել։ Հնարավոր է, որ դա մեզ համար օրինակ ծառայի, որպեսզի մենք փորձենք մեր նպատակները մոնետիզացնել։ Վերջին շրջանում Բեքհեմների ընտանիքում նկատվում են լարված հարաբերություններ, հատկապես Վիկտորիա Բեքհեմի և նրա հարսի Նիկոլա Պլեցի միջև։ Այս լարվածությունը սկսվել է դեռևս 2022 թվականին Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պլեցի հարսանիքի նախապատրաստման ժամանակ, երբ ի հայտ են եկել տարաձայնություններ։ Չնայած ժամանակավոր հաշտեցմանը, վերջին ամիսներին լարվածությունը կրկին սրվել է։ Բրուքլինը վերջերս անսպասելի այցելել է Լոնդոն, մասնակցել Մոնկլերի նկարահանումներին, սակայն չի հանդիպել իր ծնողներին՝ Դեվիդին և Վիկտորիային։ Բրուքլինը և Նիկոլան բացակայել են Դեյվիդ Բեքհեմի 50-ամյակի տոնակատարությունից, ինչը խորացրել է ընտանիքում առկա լարվածությունը։ Վիկտորիա Բեքհեմը հրապարակել է ընտանեկան լուսանկար, որտեղ բացակայում է Նիկոլա Պլեյցը, ինչը լրացուցիչ խոսակցությունների առիթ է տվել, քանի որ Բրուքլինի եղբայրները մտել և փորձել են ծաղրել Նիկոլային։ Չնայած առկա լարվածությանը, Վիկտորիա Բեքհեմը նշել է, որ ընտանիքը իր համար առաջնահերթություն է և ինքը փորձում է լինել լավ մայր և լավ կին։ Նա նաև ընդգծել է, որ աշխատում է պահպանել ընտանիքում դրական էներգիա և անել լավագույնը իր ընտանիքի համար։ Էմիլին Փարիզում սերիալի դերասանական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Ֆրանսիացի դերասանուհի Քամիլ Ռոզան, ով մարմնավորում էր Քամիլին, հայտարարել է, որ չի վերադառնա սերիալի 5-րդ եթերաշրջան։ Նա նշել է, որ իր կերպարի պատմությունը բնականon ավարտ է ունեցել և այժմ ցանկանում է ուսումնասիրել նոր ստեղծագործական հնարավորություններ։ Չնայած հեռանալուն, սերիալի ստեղծագործողները նշել են, որ Քամիլի կերպարը միշտ կմնա սերիալի աշխարհում և հնարավոր է, որ ապագայում նա վերադառնա։ Շատ եմ ցավում, որ Քամիլը այլևս չի լինի սերիալում, քանի որ ես նրան շատ էի հավանում նրա ոճը։ Լուկաս Բրավոն, ով մարմնավորում է Գաբրիելին, նախկինում հայտարարել է, որ սերիալը իրեն չի ոգեշնչում և ցանկանում է զբաղվել ավելի ստեղծագործական նախագծերով։ Չնայած այս հայտարարություններին, նա ներկայումս շարունակում է մասնակցել սերիալի նկարահանումներին։
Չնայած եթե հաշվի առնենք, որ Գաբրիելը սերիալում ոչինչ չի անում եւ նրա կերպարը զարգացում չի ապրում ինչպես Էմիլիի կերպարը, ապա Լուկասի հայտարարության մեջ կա լոգիկա։ Եթե դուք դիտում եք Էմիլին Փարիզում սերիալը, եթե դուք սիրում եք այս սերիալը, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ըստ ձեզ Գաբրիելի եւ Էմիլիի կերպարները զարգացում ապրում են թե ոչ, քանի որ նրանք ոնց առաջին սեզոնում են, այդպես էլ վերջին սեզոններում են, նրանց մոտ ոչինչ չի փոխվել, բացարձակ ոչինչ։ Էլ չեմ ասում, որ Գաբրիելը այս սերիալում ոչ մի բան չի անում։ Նրա դերը զուտ լինելն է, զուտ լինելն է։ 2025 թվականի մայիսին մեկնարկել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնը հանդիսավոր բացման արարողությամբ, որը տեղի ունեցավ Փարիզի Grand Theatre Lumière դահլիճում։ Եթե ես թատրոնյանը սխալ եմ ասում, ապա էկրաններին տեսնում եք ճիշտ գրվածը։ Եթե գիտեք ոնց կարդալ, խնդրեմ, կարդացեք։ Արարողությունը վարել է ֆրանսիացի դերասան Լորան Լատիֆը։ Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հանդիսավոր կերպով հայտարարել է փառատոնի բացումը։ Բացման արարողության ընթացքում Լեոնարդո Դիկապրիոն ներկայացրել է Ռոբերտ Դե Նիրոին, հանձնելով նրան պատվավոր ոսկե արմավենու ճյուղ մրցանակը կինոարվեստում ունեցած բացառիկ ներդրման համար։ 25 թվականի Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը առանձնացավ նորաձևության եւ ստեղծագործական արտահայտման համադրությամբ չնայած նոր սահմանափակումներին։ Փառատոնի կազմակերպիչները այս տարի խոստացրել են հագուստի կանոնները, արգելելով բաց զգեստներ, չափազանց երկար փեշեր եւ ծավալուն տարրեր, հարգանքի եւ հարմարավետության նկատառումներով։ Կարա Դելավինը ներկայացել է գրեթե անճանաչելի կերպարով սև ուղիղ մազուրով եւ չոլկայով։ Նա կրում էր մուգ բորդո գույնի զգեստ։ Հոլի Բերին մասնակցել է Շոպար Universe գալային կրելով հին Հոլիվուդի ոճով ոգեշնչված բորդո զգեստ, ադամանդե եւ ռուբինե զարդեր։ Նատալի Պորտմանը Էդինգթոն ֆիլմի պրեմիերային ներկայացել է Դիորի արծաթափայլ զգեստով, որը զարդարված էր փայլերով եւ սև ժապավենով։ Սա ի դեպ վինտաժային զգեստ է։ Ջենիֆեր Լորենսը «Day My Life» ֆիլմի պրեմիերային կրում էր դասական զգեստ։ Նրան օգնում էր կարմիր գորգի վրա Ռոբերտ Փաթինսոն, ով ուղղում էր Ջենիֆերի փեշը։ Եթե Մետ Գալայի ժամանակ բոլորը սպասում են Ռիհանային եւ Քարդաշյաններին, ապա Կաննի կինոփառատոնի ժամանակ բոլորը սպասում են կարմիր գորգի թագուհուն Բելլա Հադիդին։ Նրա ընտրած հագուստը միշտ հիացրել է մարդկանց եւ նա միշտ գրավել է առաջին հորիզոնականները ըստ քննադատների։ Բելլա Հադիդը փառատոնի բացման արարողությանը ներկայացրել է Սեն Լորենի սև զգեստով, բարձր բացվածքով եւ ասիմետրիկ դիզայնով, որը համադրվում էր 118.68 կարատ զմրուխտե ականջողերով եւ 12-15 կարատանոց սրտաձև ադամանդներով։ Չդուք մի հատ նայեք, ինչ շքեղություն։ Այս լուքի ժամանակ ոչ թե գովազդվում է զգեստը, այլ գովազդվում են զարդերը։ Եվա Լոնգորյան իր 20-րդ մասնակցությունն է կատարում Կաննի փառատոնին։ Նա ներկայացել է Էլսաաբի սև զգեստով, փայլուն եւ մանրակրկիտ ձևավորմամբ, որը համադրվում էր ադամանդե զարդերով։ Փառատոնի շրջանակներում Սալմա Հայեքը գրավել է բոլորի ուշադրությունը փայլուն զգեստով, երբ նա ժամանել է 2025 Caring Woman in Motion-ին։ Նա կրել էր Gucci-ից զգեստ։ Իդեպ վերջին տարիներին նա ընտրում է միայն Gucci, որպեսզի գովազդի Gucci, որպեսզի դուրս հանեն Gucci-ն այն տիղմից, որի մեջ նա հայտնվել է։ Դակոտա Ջոնսոնը իր դեբյուտը կատարել է Կաննի կինոփառատոնում կրելով վարդագույն Gucci-ի զգեստ զարդարված փայլուն տարրերով։ Դակոտան այս տարի պարզապես շլացուցիչ է, ես շատ եմ հավանել նրա բոլոր զգեստները։ Պետրո Պասկալը փառատոնում ներկայացել է Քելվին Քլեյնի առանց թևերով, վերնաշապիկով եւ կաշվեկոշիկներով։ Նրա հանդերձանքը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում, ընդգծելով տղամարդկային նորաձևության սահմանները։ Հեյդի Կլումը ներկայացել է Էլսաաբի վարդագույն զգեստով, որը ուներ մեծ ծավալուն փեշ, հակասելով նոր կանոններին, որոնք արգելում են չափազանց ծավալուն զգեստները։ Նա նաև կրել է փայլուն զգեստ թափանցիկ հատվածներով, ինչը նույնպես հակասում էր մերկության արգելքին։ Իրինա Շեյքը գրավել է բոլորին իր գեղեցիկ հանդերձներով, եւ դուք կարող եք էկրանին տեսնել մնացած բոլոր հայտնի անձանց, ովքեր մասնակցել են կինոփառատոնին եւ ունեն շատ գեղեցիկ եւ շքեղ տեսք։ Շակիրան պաշտոնապես հայտարարել է իր մազերի խնամքի նոր բրենդի Իսիմայի մեկնարկի մասին։ Այս նախաձեռնությունը ծնվել է նրա անձնական փորձից մազերի խնամքի ոլորտում։ Շակիրան բազմիցս նշել է, որ մազերը եղել են իր ինքնության կարևոր մասը։ Նա նշել է, որ տարիներ շարունակ փորձել է տարբեր մազի խնամքի միջոցներ, սակայն չի գտել բավարարող արդյունք, այսպիսով նա որոշել է ստեղծել սեփական բրենդը Իսիման,
որը կենտրոնանում է մազերի խնամքի վրա։ Իդեպ այս տավտոլոգիան ասում են բոլոր հայտնի մարդիկ, ովքեր որ ցանկանում են բացել իրենց բրենդը։ Հետաքրքիր է, թե ձեզ ոչ մի բավարար ուրախություն չի եղել 50 տարիների ընթացքում ինչով եք լվացել ձեր գլուխը։ Թեև բրենդի ամբողջական արտադրանքի շարքը դեռևս չի հայտարարվել, ակնկալվում է, որ այնտեղ կլինեն շամպուններ, կոնդիցիոներներ, մասկաներ։ Այս արտադրանքը մշակվել է Շակիրայի կողմից իր մազերի խնամքի փորձի հիման վրա։ Շակիրան իր Instagram հրապարակել է Իսիմայի մասին տեղեկություններ։ Բրենդի պաշտոնական Instagram-յան էջը Իսիման այժմ ակտիվ է, ու այնտեղ կարող եք գտնել վերջին նորությունները, եթե իհարկե ձեզ հետաքրքրում են։ Իսիմայի մեկնարկը տարբեր արձագանքներ է առաջացրել։ Ոմանք ողջունում են Շակիրայի նախաձեռնությունը, նշելով, որ նրա մազերի խնամքի փորձը ինչ-որ չափով կարող է օգտակար լինել։ Մյուսները նշում են, որ շուկան արդեն լի է հայտնի մարդկանց բրենդներով, իսկապես արդեն ով չունի։ Բյոնսը ունի, Ռիհաննան ունի, Black Lively ունի, Ջենիֆեր Էնիստոն ունի, Ջեսիկա Ալբան ունի։ Մնում է ես էլ ունենամ ու վերջ։ Ինչ պակաս հայտնի մարդ է որ։ Լաբուբուն չինական փոփ մարդ-ընկերության կողմից թողարկված դիզայներական խաղալիք է, որը ստեղծվել է նկարիչ Կասինգ Լունգի կողմից։ Այն դարձել է գլոբալ մշակութային ֆենոմեն, գրավելով ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների ուշադրությունը։ Լաբուբուի հաջողությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Հայտնի անձիկ, ինչպեսիք են օրինակ Blackpink-ի խմբի Լիսան, ցուցադրել է Լաբուբուն իր սոցիալական մեդիայի էջերում, ինչը մեծացրել է դրա ճանաչելիությունը։ Հատկապես Ասիայում մարդիկ ակտիվորեն կիսվում են իրենց հավաքածուներով եւ փորձերով, ինչը խթանում է հետաքրքրությունը։ Լաբուբուի հաջողությունը հատկապես պայմանավորված է նպատակաուղղված մարքեթինգային ռազմավարությամբ, ներառյալ սակավության ստեղծումը, սոցիալական մեդիա օգտագործումը եւ համանքային ներգրավվածությունը։ Լաբուբուի շնորհիվ պոպ մարտի միջազգային եկամուտը զգալիորեն աճել է։ 2024 թվականին ընկերության միջազգային եկամուտը աճել է մոտ 30%-ով, իսկ հարավարևելյան Ասիայում 478%-ով։ Չէ՞ դուք պատկերացնում եք, մի փոքր տհաճ անճոռնի խաղալիքը ինչպես է դարձել հայտնի ինչ-որ Լիզայի շնորհիվ։ Կորեացիները ինչ բրդում են մարդկանց վրա, մարդիկ դա առնում են։ Կոպիտ է հնչում, բայց այդպես է ստացվում։ Իմ կարծիքը, ինչներիս է պետք այս խաղալիքը, ինչ ենք մենք սրանով անելու, ինչ է այն մեզ տալու, ոչինչ։ Պարզապես ցույց է տալու, որ մենք մեծ մարդիկ ենք, ովքեր որ փոքր ժամանակ ունեցել են տրավմա, հիմա այդ տրավմա փորձում են վերականգնել իրենց վրա, ինչ ասես կախելով, կախազարդեր խաղալիքներ կպցնելով։ Ես վստահ եմ, որ Լաբուբուն կմատնի Հայաստան։ Ես չեմ էլ կասկածում, որ մեր բոլոր հայտնի բլոգերները հիմա իրենց սոցիալական էջերում ցույց կտան, որ իրանք էլ ունեն Լաբուբու, որ հանկարծ հայտ չմնան։ Մամաները տեսնելու են, որ բոլոր բլոգերներ ունեն իրենց երեխաներին առնեն, որտեղ երեխաները ստիպելու են ծնողներին, չէ՞ մամ, ես դա ուզում եմ, ու դրանք ունենալու են։ Ուր ենք մենք հասնում, ես չգիտեմ։ Մեզ պետք է այս Լաբուբուն։ Իհարկե պետք չի։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում, ինչ եք կարծում Լաբուբուի մասին եւ առհասարակ գրեք ձեր կարծիքները այս բոլոր նորությունների մասին։ Հուսով եմ, որ հոլովակը հավանեցիք, ինձ չեք քննադատի, որ ես այսքան քննադատում եմ Լաբուբուն։ Լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։